Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, ամփոփում ենք շաբաթը։ Միացյալ Նահանգների դեսպանատունը Հայաստանում հայտնում է, որ անցած շաբաթ մենք հյուրընկալեցինք Միացյալ Նահանգների դեսպանատունը հյուրընկալեց ամերիկյան AECOM ինժեներական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին Հայաստանում։ Նրանք ասում են, որ ուսումնասիրեցինք TRIP նախագծի տեղանքը, նպատակ ունենալով ստեղծել երկաթուղին եւ այլ ենթակառուցվածքներ, որոնք կնպաստեն տնտեսական աճին, կապի տարածաշրջանային ինտեգրմանը։ Առաջին հարցս վերաբերում է հենց TRIP նախագծին։ Կարծես թե առաջ է գնում, այո, պարոն Սարգսյան։ Դե իրանք առաջ են տանում ակնհայտորեն է Սիմիկվա ադմինիստրացիան, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի հետ կապ ունի եւ առավել եւս Հայաստանի հետ։ TRIP-ը շատ իրականում անիմաստ եւ վատ նախագիծ է, այն եթե մեղրի մասն է, տեղանքի մասն է խոսքը, մի 70 անգամ ասել եմ։ Հույսով ենք, որ միդթերմի ժամանակ, երբ ներկայացուցիչների պալատը կանցնի դեմոկրատների ձեռքը, մենք կարողանանք գործողություններով դա ուղղակի կասեցնենք, որտեղ հաշվի առնելով Ադրբեջանի հայտարարությունները այն մասին, որ ինքը չի պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել, հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը ունակ չի իրականացնել, այսինքն այն բարեփոխումները, որոնք ինքը պետք է իրականացնի, այսինքն բարեփոխում ասելով սահմանադրություն նկատի։ No, չէ, հիմա ամենակարևոր գործողությունը դա Հայաստանի Եվրամիության ինտեգրելով մաքսիմալ բաներով եւ միևնույն ժամանակ կոնֆլիկտներ չստեղծել տարածաշրջանում, որովհետեւ հիմա ինքը փոխարեն ունքը դզի աչքնահան, այսինքն ինքը ունի չլուծված կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, որովհետեւ այդ կոնֆլիկտը լուծված չի, որովհետեւ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է խաղաղություն պայմանագիր չունի։ Միևնույն ժամանակ ինքը փորձում է ստեղծել ուղղակի հարթ տեղում կոնֆլիկտ Պարսկաստանի հետ, որովհետև Պարսկաստանն էլ հայտարարում է, որ TRIP-ը իր սահմանով անցնող մեղրի TRIP-ը իրան ձեռ չի տալի եւ հանդիսանում է իր համար վնաս եւ վտանգ։ Դե ինչ է կոնֆլիկտ ստեղծում։ Կամ ապահովի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե դու հավատում ես, որ Վիճոկի ու Զյաչոկի Կուշների կաշառքով ստեղծած ընկերությունը, որտեղ որ Կուշները 70% ունի, ասենք, Իսրայելի շահերից բխող գործողությունները, դրանք ինչ որ կերպ կնպաստեն, Ամերիկայի դեսպանատան ներկայացուցիչները պետք է տենց ասեն, դա ինչ պետք է ասեն, բայց Հայաստանի շահերից արդյոք բխում է, որ Իսրայելի շահերից ելնելով, ասենք, Իրանի եւ Հայաստանի միջև սահմանը անցնի Տրամպի տնփեսու վերահսկողության տակ։ Ես այդպես չեմ կարծում։ Շատերը ասում են TRIP նախագիծը եթե չլինի, լինում է 9-րդ կետը, այսինքն Ռուսաստանի FSB-ով հանդերձ ճանապարհը, որովհետև Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են ձգտել այդ ճանապարհահատվածով։ Ես չգիտեմ ով է Թուրքիա տեղ մտցնում, Թուրքիան թքած ունի մեղրի ճանապարհի վրա։ Բազմիցս ասել եմ, Թուրքիայի համար Նախիջևանի եւ Ադրբեջանի հիմնական մասի կծվելը այդքան էլ ձեռնտու չի, որովհետեւ հիմա Նախիջևանը Իրանն է, ուղղակի, հետին Բաքն է։ Հիմա Նախիջևանում Ալիևը ոչինչ չի կարողանում անել, որովհետեւ ինքը ամբողջությամբ Թուրքիայի վերահսկողության տակ է։ Եթե դες թվում է, որ Թուրքիան դա չեն հասկանում կամ իրանց դա ձեռ չի տալու, դուք չսխալվում եք։ Այսինքն Ալիևի ձեռքերը Նախիջևան այդքան էլ շատ չեն հասնում։ Դե ինքը չունի կապ, ցամաքային կապ չունի։ Հենց այդ հարց։ Այսինքն այստեղ հարցը հետևյալն է, եթե Նախիջևանի հետ ինքը ցամաքային կապ է ուզում, օքեյ, մենք կարող ենք դա ապահովել, չգիտեմ, Իջևանի երկաթգծով։ Իրանն էլ է ասում, իսկական։ Հա, Իրանն էլ է ուզում, թե Իրանը չի ուզում, որովհետև Իսրայելը իր բան կանի, մուկ կնկարի հայտնի տեղում, եթե ուզում է, ասենք, կապ ունենա, խնդրեմ, նորմալ գործող ճանապարհներ կան, այդ ճանապարհներով մտի գնա քո Նախիջևանը։ Այնքան որքան առաջ է գնացել TRIP նախագծի նախապատրաստական աշխատանքները, դուք կարծում եք դրան ալտերնատիվ կա, արգելակման ճանապարհ կա եւ արգելակման անհրաժեշտություն կա։ Դեռ մեկը ասեցի, անհրաժեշտություն իհարկե կա Հայաստանի Հանրապետության շահերից, հայոց պետականության շահերից, այսինքն կապ չունի կլինի Հայաստանի Հանրապետություն թե հայոց թագավորություն, հայոց պետականության շահերից բխում է, որ մեղրի
ամբողջ ենթաշրջանը մնա ամրոց։ Այսինքն Իրանով ճանապարհ լինի մենակ այն ուղղությամբ, որը մեզ է պետք։ Մեզ պետք է այդտեղով ճանապարհ դեպի Պարսկաստան, Հնդկական օվկիանոս։ Պետք չի, որ այդ ճանապարհը լինի Ադրբեջանից որպես դեպի Նախիջևան, Նախիջևանից դեպի Թուրքիա, նորից եմ բացատրում։ Դա կույրաղիք է։ Ադրբեջանը կույրաղիք է։ Եթե Հայաստանը հələ ինչ որ կերպ Եվրոպայի համար ելք է դեպի Պարսկաստան, Հնդկաստան, ապա Ադրբեջանը ուղղակի կույրաղիք ինքը ամբողջությամբ փակ է Կասպից ծովով։ Կասպից ծովը չի կարող օգտագործվել մուլտիմոդալ փոխանցում, չէ՞, ասենք կարաս անես այտենց, կարաս Մարսել ուղարկես սառնարան, ասես ես Մարսում պաղպաղակի գործարան եմ դնում, հա, բայց իմաստը ո՞րն է։ 1000 անգամ ստուգած թեմա է, չի աշխատում, բացի Նիկոլ Փաշինյանի բորբոքված ուղեղից եւ Ադրբեջանի հետևում կանգնած Իսրայելի եւ Ռուսաստանի թաց էրոտիկ ֆանտազիաներից ոչ մի տեղ ոչ մեկին այդ տրիպ նախագիծը պետք չի։ Տրիպ նախագծի հետևանքը Ամերիկան դրանով գնում է, որովհետև Իսրայելի ճորտն է։ Ասում եք պետք չի, տրիպ նախագիծ է անվանումը, ես նորից հիշեցնեմ, որ 9-րդ կետել է այդ նույն ճանապարհին վերաբերում։ Ռուսաստանին պետք է։ Ինչ պետք է լինի, որպեսզի այդ հատվածից ձեռ քաշեն, օրինակ ձեր ասելով, եւ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը։ Հուշման ասում ես չես տալիս։ Ասում ես չես տալիս։ Ասում են դա երաշխիք է ինչին անվտանգության, որպեսզի ոչ մի ժողովուրդ ունեք տուն։ Ունեք տան մի սենյակ։ Դուռ էլ կա ինչ։ Հա, այնտեղ դուռ էլ կա։ Հիմա դուռ կա ու սենյակ կա, ամուր պատերով։ Լավ։ Բետոն, երկաթ բետոն, որը ոչ մի կերպ չես կարող անցնել։ Հիմա քեզ ասում են, մենք այդ սենյակով պետք է գնանք գանք։ Դուռը բացել է։ Չէ։ Ինքը ասում է պատերդ քանդի։ Այն ինչ որ Նիկոլը չի հասկանում, այդ պարզ բանը կամ հասկանում է։ Ինքը ասում է պատերդ քանդի։ Իսկ պատն այնց կոնստրուկցիա է, որ դու չես կարող այնց քանդես, որ ինքը ամուր լինի։ Վերջ, դի քանդեցիր, բարձավ։ Խնդիրը դրված է Իսրայելի կողմից։ Պարսկաստանը ամբողջությամբ կտրել եվրոպական քաղաքակրթությունից։ Ուղղակի չի կարա լինի։ Իրենց համար դա վտանգ է, Պարսկաստանը, որը Եվրոպայի հետ համագործակցում է, դա վտանգ է։ Իրանք պետք է վերահսկեն։ Բոլոր մնացած հայտարարությունները կեղծ են, սուտ են ու Նիկոլին հարիվի տեղ դնեցի։ Միակ իրանց նպատակը այն է, որ իրանք Ադրբեջանը, որտեղ Ադրբեջանը որպես այդպեսին ինքը ֆեյք պետություն։ Ինքը ստեղծված է 1000 անգամ ասել եմ Էնվերի եւ Ստալինի կողմից, իր նպատակը Պարսկաստանի դեմ էր։ Հիմա այն ժամանակ Պարսկաստանում նստած էին բրիտանացիք, պաշտոնապես հայտարարում էր բրիտանացիքի դեմ, բայց ընդհանուր առմամբ Պարսկաստանի դեմ էր։ Եվ խնդիրը նույնիսկ ոչ թե Պարսկաստանն էր, այլ եվրոպական ազդեցությունը միջին արևելքում եւ Պարսկաստանում նվազեցնել, այդ դրա համար էր Ադրբեջանը ստեղծվել Էնվերի եւ Ստալինի կողմից, դա կոչվում էր արևելքի ժողովուրդների հեղափոխություն։ Բայց մինչև հիմա Էնվերին փոխարինող Էրդողանը եւ Ոչ, Էնվերին Էրդողանը չի փոխարինել։ Էնվերը մինչև հիմա Ադրբեջանում սրբություն է։ Ինչ որ շատ հետաքրքիր է, օրինակ իրենց հատուկ ջոկայինները Էնվերի նկարով են, բանան, Էնվերի դաջվածքով են։ Այդ Նիկոլին էլ որ ասելս ինչ է, Թուրքիան եւ Ռուսաստանը շարունակում են Թուրքիան եւ Ռուսաստանը ընդհանուր բան չունեն։ Հերիքա կպցնեք իրար, դրանք տարբեր խաղացողներ են։ Ամեն մեկը ունի ուրիշ նպատակ։ Ամեն մեկի նպատակը իր սեփական տրամաբանության մեջ է։ Եկեք տարածաշրջանը գուցե լայն չվերցնեմ, եթե ուզեք տարածաշրջանում նպատակները ասեք, Հայաստանի հարցում նպատակները Թուրքիայի եւ Ռուսաստանի։ Հայաստանը Թուրքիայի օրակարգում գոյություն չունի։ Ուղղակի գոյություն չունի։ Որ նայում եք իրանց բաները, ԶԼՄ-ները, իրանց բաները, Հայաստան չկա։ Իրանց համար Հայաստանի հետ ինչ որ sense որ Հայաստանի հետ սահմանը բաց չի, անախորժություն է։ Այդքան բան։ Գիտեք ինչու բաց չի մինչև։ Բաց չի, հիմա բաց չի տարբեր պատճառներով, էլիտաների, չէ, էլիտաների հարցն է, այնտեղ դա Ադրբեջանի պահանջ կա, Ադրբեջանը, քանի որ տնտեսական վիճակը Թուրքիայի շատ վատ է, իսկ Ալիևը կոպիտ ասած գնաց ունի բազմաթիվ
կուսակցություններ մի երկու գործ գայլերի, չգիտեմ, Էրդողանի ընտանիքի դա լավ բան է, այսինքն այդ կոռուպցիոն սխեմա է, այդ մաքուր կոռուպցիա է, բայց բանի տեսանկյունից, ասենք ընդհանուր թեմայի տեսանկյունից, Հայաստան գոյություն չունի։ Թուրքիայի համար կարևորագույն հարցը դա Կիպրոսն է, Թուրքիայի համար կարևորագույն հարցը դա տնտեսական վիճակն է, որը չի կարողանում լուծի, Թուրքիայի համար կարևորագույն հարցերը տենց շարունակվում են դեպի քրդական հարցի ինչ որ մի կերպ լուծում, որը ոչ մի կերպ չի լուծվում, որտեղ ոչ Ջալանը մեկ համաձայն չի։ Թուրքիայի համար ամենակարևոր հարցն է Էրդողանը բավականին ծանր ֆիզիկական վիճակում է եւ ակնհայտորեն կարող է մյուս ընտրություններին հաստատ չի կարողանա ըստ սահմանադրության, բայց մարտես է Էրդողանի փոխարինողը այդ ԱԿ պարտիի համար այդ իր կուսակցության դեռ ներքին կուսակցական գզվրտոց կա արդեն ով է լինելու, ինչ է լինելու։ Այդ ամբողջ բանի մեջ սպեկտրի մեջ Հայաստանի հարց գոյություն չունի։ Լավ, Թուրքիայի համար Հայաստան գոյություն չունի, Ռուսաստանի համար Հայաստանը վերջի կետն է, որտեղով ինքը պահում է Հյուսիսային Կովկասը։ Որտեղ եթե Հայաստանը ինքը կորցնում է մինչև Վառոնեժ ամեն ինչ։ Դե ասեք ինչպես է, Դե ինչպես որն է, կորցնում է, վերջ, պրծնում է։ Դե ասեցիք տենց Չգիտենք ինչ, դե Հյուսիսային Կովկասում ինքը այլևս գոյություն չունի։ Իրան Կովկասյան լեռներից հարավ կետ է պետք որտեղ ինքը ամրան։ Իրան պետք է Հայաստանի անձնագրերը, որպեսզի իրանք իր գռեուշնիկներին, FSB-շնիկներին բաժանի, որ տենց գնա Եվրոպա։ Իրան պետք է այս կաթողիկոսը, որ մեր եկեղեցին օգտագործի որպես իր լրտեսական ցանց։ Իրան պետք է դաշնակների մնացորդները, որպեսզի դրանք էլ դառնան ինչ-որ Միշուստինի հետ Փաշինյանի հանդիպման ձեր տեսակետից արդյունքները, չնայած Փաշինյանը ասեց այնտեղ պայմանավորվածություններ կան, հիմա չեմ ասի, թող կատարվեն, հետո ինքներդ կտեսնեք, դա դնում ենք մեկ կողմ, ընդհանուր ինչ պատկերացրեցինք, ինչ հասկացանք։ Տեսեք, ընդհանուր առմամբ հետևելն է։ Եվրոպան որոշել է, որ Հայաստանը պետք է ինտեգրի, հիմա Նիկոլա Անմայանը ինչ պետք է անի Ռոբերտ Քոչարյանը։ Ինքը փորձում է այդ process-ը խանգարի։ Ինքը ուզում է մնա ԵԱՏՄ-ում, չգիտեմ ինչն է, ինքը բանի մեջ փայ ունի, ասենք, չգիտեմ, ինչ ծաղիկի բիզնեսի մեջ փայ ունի, թե ինքը ասենք Սամվել Ալեքսանյանի հետ լավ է։ Բացատրում են, ասում են, դեռ պատրաստ չենք Եվրոմիության, ուրեմն պատրաստ չենք։ հարգելիներս 1000 անգամ բացատրել եմ, եթե դուք պատրաստ չեք, այդ մոտ տենց անեկդոտ կա, չէ՞ որ մեկը հոգեհանգիստին կանգնած լացում ասում է չեմ հավատում ու երկարա ձգձգվում, մեկը հետևից ասում է ապեր այսքո մարի ճամփատուր նրանց ովքեր հավատում են, որտեղ ոնց որ ձգձգում ես, որ չես հավատում, այսքո մարի թող այն մարդիկ կան, ովքեր բան են հավատում։ Բայց 5 տարով ինքը այս 5 տարով, օքեյ, չէ, բան չհասցի, 5 տարով փոխի կառավարությանդ կազմը։ Չէ, չի փոխում։ Դե չի փոխում, ուրեմն չես հավատում ու չես փոխում նշանակում է չես ուզում։ Որտեվ ակնհայտ է, որ մարդ ով մի քիչ տնտեսությունից հասկանում է, այս պահին չի կարող ենթադրել, նույնիսկ ենթադրել, որ Ռուսաստանի տնտեսությունը այն տնտեսությունն է, որը կարա ԵԱՏՄ-ն առաջ տանի, կարա սկացնի, բայց առաջ տանել չի կարող։ Դրա համար որևէ տնտեսական կապ պահել Ռուսաստանի հետ, դա ինքնասպանություն է։ Բացառությամբ մի դեպքի, եթե դու կոռուպցիոն սխեմաների մեջ ես։ Այսինքն, եթե քո հարաբերությունները անձամբ քո ընտանիքի անդամների, քո շուրջը հավաքված դախլչիների, սուպեր դախլչիների եւ մեգա դախլչիների հարաբերությունները Ռուսաստանի այնպես են, որ ոչ քո վիճակագրության մեջ, ոչ Ռուսաստանի վիճակագրության մեջ դա չի երևում, դու ինչ որ ստվերային սխեմաներով փող ես լափում, երգիրն է ծախում ես դրա համար, այդ ուրիշ հարց է, բայց այդ պարագայում այս ԿՊ-ն ոչ բանով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանից։ Ճիշտ չի լինի, որ ասեմ ապրանքաշրջանառությունը սանկցիաների տակ է, փաստորեն ներկրում կա Ռուսաստանից, արտահանում չկա։ Դա նշանակում է, որ արտահանումը գնում է ստվերային սխեմաներով եւ ամբողջությամբ կոռուպցիոն սխեմա։ Ամբողջությամբ կոռուպցիա։ Եվ այդ եթե օրինակ մեր հակակոռուպցիոնը մի քիչ ավելի հակակոռուպցիոն լիներ օրինակ ուկրաինականի պես, որտեղ որ Նաբուն մտավ եւ Երմակի երանիցեց, եթե տենց լիներ, իրանք հենց հիմա կմտնեին ու վստահ եմ կառավարության անդամների կեսը կնստեր։ Ուղղակի։
որտեվ այդ սխեման չի կարող լինել, հասկանում եք, չի կարող լինել, որ Ռուսաստանից ներգրում լինի, իսկ Հայաստանից արտահանում չլինի։ Ինչպես, դա էլ շատ հետաքրքիր։ Ներդրումը դրանք չեն դադարեցել։ Նույն Ծիրանը, պատժել մեզ, ասել որ տեսեք, սա նույն չենք Ծիրանը Ռուսաստանում կա։ Ադրբեջանական յարլիկով, վրացական յարլիկով ոնց է։ Բայց կա։ Այդ շատ հեշտ է ապացուցել, որ ինքը հայկական Ծիրան է։ Հետ ես գալի փորձում ես հասկանաս ոնց է հայտնվել։ Հետ ես գալի այն ընկերությունները, որոնք ոնց որ թե արտահանել են։ Այսինքն կեղծ է այդ սանկցիա կոչվածը եւս կեղծ է ցուցադրական է։ Սանկցիան կեղծ չի, սանկցիան իրական է, ուղղակի ինչպես ասում էր Սալդիկով Շիդերինը, Ռուսաստանի օրենքների դաժանությունը կոմպենսացվում է այդ օրենքների չկատարման հնարավորություններով, լայն հնարավորություններով։ Այսինքն հա, սանկցիա կա, ցանկացած պահին իրանք լարսում ընդհուպ մինչև գնդակահարություն կարան տան մեր ֆուրի վարորդին, բայց պրինցիպի, որ 1000 ռուբլի տաս կանցնի։ Դե նրանք ասում են մենք փակել ենք, դուք եք ճկուն, այսպես ճկուն ասեմ, ուրիշ բան չասեմ, հնարամիտ, դա էլ ասեմ։ Խնդիրը Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամն է։ Եվ Հայաստանի օրինակ ներկրումը փակելը ավտոմատ կերպով սահմանապահ զորքերի, որոնք որ FSB-ին են պատկանում, եւ մաքսային, որոնք որ Միշուստինի անձնական վերահսկողության տակ են, իրանք ստեղծում են այդ մարդկանց համար հավելյալ եկամուտի աղբյուրներ։ Այսինքն ինքը Հայաստանի ապրանքը գցում է պատժամիջոցների տակ, դա նշանակում է, որ շղթայի են ներքևի մասը, որոնցից որ ինքը սնվում է, կարողանում է օգտվել հայկական ֆուրերից։ Այսինքն կանգնացնում ես 500 ռուբլի տուր։ Հասկանալի։ Այսինքն եթե պատճառների մասին հարցնեն, առաջինը դուք ասում եք դա կոռուպցիայի ավելի լավ քողարկված կոռուպցիա է, երկրորդը նրանք ասում են ԵՄՍ գնում դրա համար, երրորդը կա Չէ, իրանք այդ ուրիշ։ Դե ԵՄ-ի անվան տակ արվեց, չէ, դե այդ ուրիշ է, հիմա այն ինչ որ իրանք ասում են, իրանք կարան ասեն աչքի դվերևոնք կա։ Դա նայեք, ձևակերպումը, որը իրանք տալիս են։ Պատճառ է, եկեք պատճառի մասին։ Բայց պատճառ չի դա։ Մենք ԵՄ չենք գնում։ Նա ասում է դու ընդունել ես օրենք մի տարի առաջ։ Okay, հասկանում եմ, բայց մի տարի առաջ կընդունել եմ, հիմա խես անում։ Երկրորդը, չէ, բայց երկրորդ, ասենք, ով է ԵՄ գնում, ԵՄ գնալը ո՞րն է։ Ինչ է։ Օրենք ես ընդունել, դա այն վերցնում։ Ինչ օրենք եմ ընդունել, որ սկսում եմ գործընթացը, չէ։ Okay։ Ռեֆորմների ընդ որում։ Հա, սկսում եմ ռեֆորմների գործընթացը, okay, հետո դրա համար եմ պատժվում։ Դեպպես է։ Բա դու ինչ ես քո ապրանքը բերում։ Եթե ես ԵՄ են գնում, եթե ես սկսում եմ ռեֆորմները, այդ Պատմասկովիայում, չգիտեմ ոնց, ավոկադոյի յուղը ոնց է հայտնվում ձեթը հայկական շուկայում, որ վրան ոչ մի գոստի նշան չկա, ոչ մի բան, ոչ գոստ, ոչ տեու, ոչ մի բան։ Հայկական շուկան լցված է ինչ-որ բանով, ավոկադոյի ձեթով, որը արտադրվում է Պատմասկովիայում։ Այսինքն ես գնում եմ Եվրոպա, բայց քո աղբը, քաղցկ եղածին թույնը, դու բերում ես իմ մոտ ծախում ես ու այդ օքեյ է, այդ հələ չհաշված որ ստեղի կառավարության ներկայացուցիչների հետ ես կոնկրետ այդպես բաների հետ խնդիր ունեմ, որովհետև այսպես կոչված կատնաշորային ապրանքը, որը չգիտես ինչից է, խիա Հայաստանում հայտնվում, ոչ մեկ չի հասկանում։ Ու ոչ մեկ այդ հարցը չի տալիս։ Այդ Եվրոպա գնացող Հայաստանը, այսինքն Ռուսաստանը ինչ ուզում է որ այդ իր աղբը փակվի, որտեվ եթե դու գործողություններ անում ես, իրանք վստահ են, չէ՞ որ չի փակվելու։ Դա նշանակում է որ այդ հայտարարությունը կեղծ է։ Հա, այդ ասենք պատճառներ կեղծ նշված պատճառի համար է, մեր երրորդ տարբերակը պատճառի, մենք փնտրում ենք պատճառը, ճիշտ է, խոսում ենք, չենք փնտրում, այդքան շատ պետք չի խորանալ փնտրել, բայց ասենք թե հասկանանք մենք մեզ համար։ Երրորդ պատճառը այդ ապրիլ 1-յան Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ Պուտինի հորդորներ, որպեսզի Ռուսաստանին հետաքրքրությունների շրջանակներում գործող քաղաքական գործիչները տեղ ունենան Հայաստանի քաղաքականության մեջ։ Դա էր պատճառը, որ տեղ տային եւ հիմա տեղ տրվեց իրենց։ Տեղ տված է, ինչ են ուզում։ Ես բավական Դրա համար Միշուստինը, այսպես ասած, ոչ Պուտինը, այլ Միշուստինը կանչեց եւ Հայաստանի քաղաքական դաշտը ցավոք սրտի մոտավորապես այդ 20%-ը ինքը միշտ 30%-ը ինքը միշտ մնալու է պրոռուսական ուժերի։ Դե ասում են գուցե դա չլիներ, հիմա եղավ։ Դա չլիներ, որն է Նիկոլ Փաշինյանն էլ է պրոռուսական ուժ, չեք հասկանում։
Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա իր նոյեմբերի 9-ի թղթի տակ է։ Այդ իր գրասենյակից է գալի, իր աշխատակազմից է այդ գալի, որ կամ տրիպը կամ էս։ Այդ կամ-կամի խնդիրները դրանք շատ ռուսական են։ Շատ անտեր գեղցի պետք է լինես, անդաստիրակ եւ անկիրթ, որպեսզի պատկերացնես, որ աշխարհը դիխոտոմիկ է։ Այսինքն Լուիսի Տումբլերի պես է, էլի on-off։ Դա տենց չի։ Ընդհանրապես տենց չի։ Դրա համար են ասենք շատերի մոտ մի քիչ հասկացող մարդկանց մոտ մանավանդ եվրոպացիները շոկ է։ Այսինքն Ռուսաստանը տես թեմաներ է մտցնում մեր շրջանառության։ Ռուսաստանը շատ հաճախ թեմաներ չի մտցնում, եթե մարդ գեղցի է եւ անգրագետ, ինքը իրան է գցում այդ բաների մեջ, դիխոտոմիկ բան։ Ինքը իրան տենց պանիկայի մեջ է։ Ես օրինակ հետաքրքիր բան ասեմ, այս վերջի իր ասուլիսի ժամանակ շատ իրան բնորոշ բան տեղի ունեցավ։ Լրագրողը հարցնում ասում է, Գագիկ Ծառուկյանին ասում որ գցեցիք ոտի տակ ասֆալտին փռեցիք։ Այդ ինչի համար մարդը կանգնած խոսում ժպտում էր։ Անկախ նրանից ես ոնց եմ վերաբերվում քաղաքական ուժերին, որոնք պրոռուսական են, Գագիկ Ծառուկյանին կամ Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը։ Ես sense նայում եմ, ասում եմ լավ, օքեյ։ Ինչ պետք է ասի վարչապետը։ Ոնց կարամ իմանալ։ Ասում եմ չեմ նայել։ Չգիտեմ ինչ եք ասում։ Ուրեմն քո քաղաքական մրցակիցն է։ Այն կուսակցության ղեկավարն է, որի սահմանադրական դատարանում եթե գործը իօքուտ իրանց լուծվի, դու զրկվում ես 3/5-ից։ Հեղափոխության ժամանակ Գագիկ Ծառուկյանի հետ փաթաթված 1000 ներողություն իրար բերան էիք թքում։ Մարիոթ հյուրանոցին է շնորհակալություն էիք հայտնում, որ իրանք ձեզ տարան այն սենյակը, որը ԱԱԾ-ի կողմից չի լսվում։ Եվ ինքը դարձավ քո հիմնական դաշնակից հեղափոխության ժամանակ։ Դրանից հետո ինքը քեզ տվեց կառավարության անդամներ։ Դուք դաշինքով էիք հանդես գալի։ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունից քո ձեռը ջարդած Մհեր Գրիգորյանն է։ Հենց հիմա փոխվարչապետը։ Իրա կուսակցությունից է եւ իրա կվոտայով հայտնվել քո կառավարության մեջ։ Դրանից հետո Գագիկ Ծառուկյանը եղել է, ասենք, քո քաղաքական դաշտի այն բանը, որը ասել ես մի մասնակցի, չի մասնակցել։ 21 թվականին չի մասնակցել։ Հիմա էլ դու ինչ որ պայմանավորվածություններ ունեիր, չէ՞, տենց ինչ որ ինքը ասես չեմ մասնակցում, դու բանից հակակոռուպցիոն դատարանից 0 մեղադրանքով իրան բաց թողեցիր։ Այսինքն ինքը քո հեղափոխությունից սկսած մինչև էլ ախր դու եղել ես բան, չէ՞, գլխավոր խմբագիր թերթի եւ դու օգտվել ես թե Գագիկ Ծառուկյանի ծառայությունն ու իրան ծառայությունները ես մատուցել որպես գովազդային եւ ասենք չգիտեմ գրել ես իր մասին։ Անենց չի որ ինքը նորաստեղծ ինչ որ բնջուլիկա, որը հենց նորա հայտնվել է կուսակցական դաշտում, չէ, 25 տարի կա։ Okay։ Ինչ է նշանակում չեմ նայել։ Ոնց դու կարաս չնայես, եթե մտնում են, ասենք, քո քաղաքական մրցակցի տուն։ Աշխատակազմը չի ներկայացրել, ԱԱԾ-ն չի ներկայացրել, ոստիկանությունը չի ներկայացրել, ով չի ներկայացրել։ Դու վարչապետ ես սրա։ Դու կանգառում կանգնած սեմուշկա ծախող չես, չնայած այդ քո կոլխոզի քարտուղարի շլյապի։ Դու ամեն օր պետք է բրիֆինգ ստանաս քո անվտանգությունից, քո բանակից, քո հետախուզություններից, կասկածում եմ, որ անում է, դու ինձ ջանդամ են, քրտնած տղամարդկանց սպորտի սիրահարի կողմից գոնե ինքը պետք է տա։ Պարոն Սարգսյան, դուք ասում եք չի նայել, ասենք թե չի։ Չէ, ինքը պաշտոնապես ասում է չեմ նայել։ Տվյալ դեպքում իրենից գնահատական եւ կարծիք են հարցնում, որպես պաշտոնյայի առաջին դեմք։ Այո, որպես անգամ չի նայել, նա ըստ նկարագրացի գնահատական կարող է տալ։ Տակ ինքն էլ է քաղաքական կուսակցության ղեկավար, չէ՞։ Հա, բա հենց է դա։ Ինքը որպես քաղաքական կուսակցության ղեկավար, տեսեք, ես քաղաքական կուսակցության ղեկավար չեմ, բայց հասարակական կազմակերպության ղեկավար եմ։ Ես որպես ԵԿ-ի ղեկավար նախագահ պաշտոնապես հայտարարում եմ, որ ֆիզիկական ուժի կիրառումը մանավանդ այն դեպքում, եթե քո դեմ ոչ բան չի արվում, դա ոչ միայն անընդունելի է։ Ու այդ տղեկը չեն, որ ձերբակալություն, իրանք հրաման կատարող են։ Իրանք բան չունեն, իրանք 100% իրանք հրաման է տված որ անեն։ Այսինքն այստեղ խնդրեմը գալիս է դեպի վերև։ Այդ վերևը, քանի որ դու պետությունն ես, դու էլ ասում ես պետությունը ես եմ, կառավարությունը ես եմ, այդ նշանակում է դու ես պատասխանատու, անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար դու հրաման ես տվել, չես նայել հրամանը ոնց է կատարվել։ Ինչն է
հասկանում եք, այն մնացածը ասուլիսի լիքը էլի բաներ ասեիր Խասատի համաձայն, որոնք բացարձակ հիմարություններ են։ Ինքը հիստերիկայի մեջ է, ինքը չի ստացվում իր մոտ, ոչ մի ու չի ստացվելու։ Ես այս բան ասեմ, Նիկոլ Փաշինյանը ընթացքում անիծելու է այն օրը, որ այս ընտրությունները հաղթեց 3-5-րդ։ Ես շատ քիչ եմ սխալվում։ Տենց չեմ սենց ասեմ, սխալվում եմ ինչ-որ տոկոսային չափով, հա, բայց այս ընտրությունները հաղթելու օրը Նիկոլ Փաշինյանը անիծելու է։ Ինչ զարգացում եք տեսնում։ Ես հիմա տեսնում եմ, որ կൂട്ടակային կումուլատիվ այն ինչ որ կատարվում է, սա քանի որ ինքը պետք է գնա արխիվ, ինքը կարող գնար արխիվ նորմալ։ Ինքը կարող ստեղծեր մի իրավիճակ, որ Եվրոպամետ կուսակցությունները բավականին մեծ տոկոս հավաքեն։ Ինքը ստեղծեր այդ իրավիճակը, որ ինքը փոխանցեր։ Բայց ինքը, քանի որ շլյապով կոլխոզի քարտուղար է ու ոստիկանապետության բան ջատագով, հա, ինքը շուտկի Վանոյի ճուտն է։ Ինքը տենց ուզում է բանանի մինչև վերջ գնա դասական ավտորիտար, ավտոկրատիկից դեպի տոտալիտար գնացող է։ Իմեյների հարցը որն է, այս նույն տոտալիտար մոտեցում։ Այսինքն պաշտոնապես շուտ տնտեսական բաներ են հայտարարվում, բայց այդ տնտեսական հայտարարությունների տակ գալիս է վերահսկողություն։ Ինքը ուզում է անձնագրին կցի իմեյը։ Հիմա օրինակ մենք այդպես նախագահ ունեցել էինք Ռոբիկը, որի որդին զբաղվում էր հեռախոսների ներկրումով։ Ու այն տարիներին, եթե ինչ-որ մեկը ուզում էր iPhone բերել, ինքը լուրջ պրոբլեմ էր ունենում։ Նիկոլ ուզում է դա վերականգնի, ես ուրիշ բան չեմ հասկանում, չեմ տեսնում, չգիտեմ, ինչ աղջկա օժիտն է հավաքում, ինչ անում, չգիտեմ։ Բայց այդ տարօրինակաբար գալի կպնում է նրա հետ, որ Ռուսաստանն է նույն գործողությունը անում։ Իսկ Ռուսաստանը այդ գործողությունը անում է, որ վերահսկի, որ մոբիլիզացիայի ժամանակ ինքը կարողանա իմեյով անջատի։ Հասկանում եք, որ եթե դուք իմեյ չեք գրանցում ձեր հեռախոսի, դուք Հայաստանում կապ չեք կարող ունենալ։ Հասկանում եք, որ բոլոր մարմինները, որոնք դրա հետ շփվելու են, պետք է 27001 սերտիֆիկացման այդ բանին անցնեն, այսինքն տեղեկատվական անվտանգության։ Դա ավելի բարդ է, քան ՊԲ-ի գլխավոր շտաբի անվտանգությունը ապահովելը։ Իսկ ես դες հիշեցնեմ, որ ՊԲ-ի գլխավոր շտաբի, ասենք, չգիտեմ, ոչ միայն պատերն էին ծակ, հույժ գաղտնի կապն էր ծակ, ադրբեջանցիք ավելի շուտ գիտեին ինչ էր անում ՊԲ-ն, քան ՊԲ-ն հրամանը ստանում էր։ Դուք ուզում եք ինձ բացատրեք, որ ինչ որ մեկը այս կառավարությունում պատրաստ է այդ գումարները վճարել, որովհետև 27001 սերտիֆիկացում չէ, դու կարաս կանչես մեքենաս, ասես փողով եկալ տուր, որ այդ սերտիֆիկատ ունեմ։ Երևի թե նույնիսկ կգտնեք աշխարհում տես մի բառադի, որը կհամաձայն որ թքած ունի Հայաստանի վրա։ Տրամպի պես մեկը, որ չգիտի Կամբոջա է, Ալբանիա է, ինչա։ Բայց ասենք դուք եթե պատրաստվում եք դա իրականացնել, դա ձեզ վրա կանստի նույնքան որքան ասենք չգիտեմ եվրոինտեգրումը անեք 1 տարում, այսինքն բոլոր ստանդարտները կիրառեք, որովհետև դուք կառավարությունը 2701-ի վրա չեք նստածնի։ Ողքի չեք նստածնի։ Որտեվ ձեր համակարգը ծակ է, որտեվ ձեր մոտ Windows է, որի լիցենզիան գնաց չի։ Շարունակեմ։ Կարող եք շարունակել։ Դա իհարկե, որտեվ Որմիզ Դուխտյան, որը աջապ սանդալա սարքում աշխատանքի տեղը, մեկը գնալու է փառանձեմտյային պատմի ինքը գործի տեղը ինչ անում։ Ու դուք առհատ է դրա դեմը կառնեք, ու հետո էլ որ բռնեք, չեք կարողանալու դատեք, որտեվ այդ Որմիզ Դուխտյան մեկը աջապ սանդալ է փողը, ինքը չի էլ հասկանում ինչա ծակ է։ Այս ձերբակալությունները պետական գաղտնիք։ Ինչ պետական գաղտնիքի մասն է խոսքը։ Որն է պետական գաղտնիք։ Այս երկրում պետական գաղտնիքը հանդիսանում գաղտնիքի մասին ստանդարտը, որը հայտնի է Ադրբեջանին եւ Թուրքիային, որտեղ այդ ստանդարտը սովետից մնացած է եւ Հայաստանում եւ Ադրբեջանում ինքը պաշտոնապես նույնն է, բայց եթե դու ուզում ես այդ ստանդարտը ստանաս, դու իրան չես կարա ստանաս, որտեղ ինքը գաղտնի է։ Դու գնում ես ասում ես ստանդարտը դու ասում ես չես կարող տալ, որտեղ դու պետք է գաղտնիություն ունենաս։ Իսկ ես պետք է գաղտնիություն ունենամ, ես այդ ստանդարտը պետք է ունենամ, որ կազմակերպությունը բերեմ գաղտնիության մակարդակի, բայց ես չեմ կարող այդ ստանդարտը ունենամ, որ հասկանում եք ինչ աբսուրդ է։
դասական կոռուպցիոն սխեմա է, որը ստեղծվել է այն ժամանակ, սովետի ժամանակ ոնց ստեղծվել է, այնպես մնաց։ Գովազդ հայտարարենք եթերում, պարոն Սարգսյան, եթե այդ բլոկը ավարտեցիք այդ Չէ, էլի բան կա, օրինակ, որ 92 թվականից Հայաստանում գործում ո բան, կառավարության որոշում, որը ստորագրել է Միաշկանիսև Սատանեն, որ եթե բանա կարակ ռուսերեն Հայաստանում բան անեք, գրառումներ անեք, պետական մակարդակով։ Իսկ սա լրջագույն խնդրեմ է, որովհետև դու չես կարողանում ստիպել մարդկանց, որ իրանք անցնեն ամբողջությամբ հայերենի։ Այս էլ է ծակ, դրա համակարգը ծակ է։ Այսինքն դու բազմաթիվ հարցեր կան, այսքան հələ գնանք գովազդի։ Գնացինք գովազդի։ Գովազդային դադարը սիրելի բարեկամներ, կվերադառնանք։ Մնացեք ինձ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք սոցիոլոգ Վերծավան Կարեն Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, այս հատվածը մեր հարցազրույցի մի քանի թեմաներ եմ ուրվագծելու, որոնք իրար այսպես միահյուսված են։ Ես թեմաները ասեմ, հետո արդեն դուք ոնց հարկ եք համարում, այդպես վերլուծեք։ Թուրքիայում անցկացվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այնտեղ մի քանի կարևոր բաներ նշմարվեցին։ Թուրքիա, մենք խոսենք Թուրքիա Միացյալ Նահանգներ փոխհարաբերությունների մասին, խոսենք F-35-ի հետ կապված զարգացումներ։ Թուրքիա-Իսրայել փոխհարաբերությունները զուգահեռ սրվեցին այդ օրերին։ Իրան Միացյալ Նահանգներ նորից ոնց որ թե պատերազմական գործողություններ սկսեցին, հիմա միջնորդների օգնությամբ փորձում են մարել, կանգնեցնել այդ պատմությունը եւ այսօր ինֆորմացիա եղավ, որ Թուրքիան վաճառել է S-400 հրթիռները
Պարսից ծոցից երկրներից մեկին, մեկը ասում է Միացյալ Էմիրություններին, մեկը ասում է Քաթարին, պաշտոնապես չի հայտարարվել, բայց Ռուսաստանն է ասում, Պեսկովը ասում է Թուրքիայի կողմից այդ ռուսական S-400 հոբ համակարգերի վաճառքի թեման չափազանց զգայուն է։ Եվ այսպես ՆԱՏՕ-ի գագաթնաժողով եւ ամբողջ այս թնջուկը։ Տեսեք ՆԱՏՕ-ով եաժողովը դա Թուրքիայում անցկացնել են Թուրքիայի հետ կապ չունի, ընթացքում ուղղակի բոլոր անդամ երկրներում պատտվում է իրավունքը։ Պարզապես այս անգամ համընկավ, չէ, համընկավ որ Թուրքիայի ներկայացուցիչը այդտեղ նախ եւ ասած որ այդ եաժողովի ամենակարևոր կետը դա իհարկե Ուկրաինային 70 միլիարդ եվրո հատկացումներ, ամենակարևոր սենց ասեմ, որոշումն էլ այն էր, որ 27 թվականից հետո մեծ հավանականությամբ 70 կտրամադրվի, ընդ որում սա բացառապես ռազմական օգնություն։ Վերահաստատվեց, որ Թրամփը չի պատրաստում ամենայն այս պահին գոնե Թրամփի ադմինիստրացիայի ներքո չի պատրաստում օժանդակել Ուկրաինային ոչ մի բանով, ինքը ուղղակի տենց ինչ-որ բան է, բայց էլի տենց փորձեց հասկանալ, որ ինչ-որ խոսակցությունների բանով փորձեց կոնֆլիկտի չգնալ եւ սա իրականում Ռուտեի շնորհքն էր, որ Ռուտեն կարողացավ այդ կոնֆլիկտը մարել։ Ամեն դեպքում եւս կարևոր բան, որ բոլոր երկրները արդեն 2%-ի շեմը հասան, իրենց պաշտպանական բաներով, ծախսերով ՆԱՏՕ-ի բոլոր երկրները, իսկ հիմնական մասը իրականում վերջի 4-ն էր, իսկ հիմնական մասը արդեն 4-5%-ին է մոտենում։ Սա շատ կարևոր է ՆԱՏՕ-ի ընդհանուր առմամբ պատրաստակամության հետ այդ տեսանկյունից, որովհետև այս բոլոր վերլուծությունները, որոնք որ հրապարակվում են, լավ սենց ասեմ, տեղեկությունները, որոնք հրապարակվում են այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակում իրականացնել ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա, դա իհարկե շատ մեծ հավատ չի ներշնչում իմ կողմից գոնե որ ես չեմ հավատում, որ ՆԱՏՕ-ի երկրի վրա Ռուսաստանը հիմա պատրաստ է հարձակվել։ Ուրիշ հարց, որ Ուկրաինայում կանգնի մի քիչ շունչ հավաքի, թե չէ, հենց հիմա չի պատրաստ չի։ Բայց ամեն դեպքում սա ստեղծում է հավելյալ հնարավորություններ կառավարությունների համար, ՆԱՏՕ-ի երկրների կառավարությունների համար, որպեսզի իրենց մասով ավելացնեն պաշտպանական ծախսերը, որը մեծ հաշվով ԱՄՆ-ի բան։ ԱՄՆ-ն ակնհայտորեն դուրս է գալի եվրոպական ճակատից, հայտարարում է, որ գնում է դեպի Չինաստան, բայց Չինաստան էլ չի գնում, որովհետև ինքը հայտարարեց, որ Թայվանին չի պատրաստվում պաշտպանել։ Հետևաբար սա ուղղակի ամերիկյան ճգնաժամի մասին է, թե ցանկացած պետություն, այլև առավել եւս գերտերություն, ինքը միշտ ինչ-որ ճգնաժամի մեջերով անցնում։ Հիմա կոնկրետ այս պահին վստահաբար դա ճգնաժամը, որը ԱՄՆ-ի մա տեղի ունենում եւ վստահաբար այդ ճգնաժամը մի քիչ սոցիոլոգիայից խոսենք, ինքը ժողովրդագրական թեմա ունի, դեմոգրաֆիկ է։ Այդ Թրամփի հիստերիան, որ ինքը փորձում է հենց լատինական երկրներից ներգաղթած մարդկանց բան անել, բոլոր սցենարներով Ամերիկայի Միացյալ Նահանգները շարժվում են այսպես կոչված WASP-ից, այսինքն White Anglo-Saxon Protestant, սպիտակ անգլոսաքսոն պրոտեստանտական երկրից որպես բան, դեպի կաթոլիկ լատինա։ Եվ այս գործընթացը չի կարող իրանք փորձում են կասեցնել։ Ստեղ հիմնական իստերիկան իրականում ոչ թե հենց անգլոսաքսոն պրոտեստանտների կողմից է, որովհետև թե իռլանդացիների եւ թե շոտլանդացիների համար, որոնց դրանց կծում են, իրանք թե հիմնականում կաթոլիկ են, իրանց համար դա օքեյ է։ Օրինակ Բայդենն էլ էր կաթոլիկ։ Հիմնականը դա այդ բողոքական կոչված զանգվածն է, որը Թրամփը դրա ներկայացուցիչներից մեկն է, որը փորձում է բանանել եւ սրանց հետևում կանգնած է սիոնիստական շարժում։ Այսինքն այս քրիստոնեա հուդայական կոալիցիայի մասին է խոսքը, որի հիմնական խաղացողները, ասենք Լինսի Գրեմն է կամ Թրամփն է, իրանք արդեն շատ մոտիկ են Վալհալա, չնայած իրանցից ինչ Վալհալա գնացող, ինչ որ միտը դժոխք գնացող կամ ինչ որ միտը գնացող մարդկանց, իրանք տենց
այս աշխարհից գնացող են եւ դա ավտոմատ կերպով բերելու է այդ բողոքական եւ սիոնիստական ուժերի թուլացմանը վերնախավ տեսեք օրինակ Ռուբիոն լատինոս եւ այդ հարցերը շատ արագ են լուծվելու որտեւ այդ երկրորդ էշելոնը որ գալիս է իրանք հիմնականում կաթոլիկ են լատինական երկրներից եւ ոնց որ սա շատ հետաքրքիր է Մեքսիկան այդ բումերանգով մուրը հանում է ոնց որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 19-րդ դարի կեսերից սկսած Մեքսիկայից փոկեց այդ ամեն ինչը հա Կալիֆոռնիան, չգիտեմ, Արիզոնան, Նյու Մեքսիկոն, Նևադան, Տեքսասը, դրանք բոլորը Մեքսիկայի տարածքներն էին ու իսպանական տարածքներ էին։ Հիմա այդ տարածքները քանի որ բնակչությունը նույնն է եւ ինքը գերակշռող մասը հիմա անցնում է դեպի լատինոսներ կոչված լատինական բաների, իրանք մաներից սկսում են հետ գրավել Ամերիկան, ու արդեն են Ամերիկան, որը կա, սա ուղղակի sense լիրիկական, որպեսզի պատկերացնեք ինչի մասն է ներքին կոնֆլիկտը որտեղ է։ Ինչ վերաբերվում է սրան եւ Ամերիկայի այս վարչակազմի դաթարին դեպի դուրս ուղղելը, այս ներքին կոնֆլիկտը, որը կա, իրանք պետք է լուծեն։ Այս ներքին կոնֆլիկտը լուծելու համար իրանք պետքա բոլոր ֆինանսական եւ այդ հնարավորությունները կենտրոնացնեն ինչ են հիմա հասկանալով որ չեն կարող մարդկանց դեմ ու չեն կարողանալու հաղթեն ընտրությունները եւ ընտրություններում ակնհայտորեն դեմոկրատական կուսակցությունը որը լատինոսների վրա միշտ բանա դնում հենվում է դա իրանց էլեկտորալ հենարանն է Իրանք հիմա փորձում են հնարավորինս շատ իրանց ընտանիքների տակ կուտակեն գումարներ տարբեր ձևերով այս Վիտյոկն ու Զատյոկը Վիտկովն ու Կուշները տնփեսեն այս տարբեր մարդիկ ովքեր գնում են Վենեսուելայի նավթ են վերցնում առանց ասելու այդ փողերը կուտակում են Տրամպը որը ստեղից ընդեղից փող է հավաքում իրանք այս բողոքական սիոնիստական շարժման ներկայացուցիչները ընտանիքները իրանց տակ գումարներ են կուտակում որ գոնե այս մասով ստանան գերակշիռ առավելություն եւ նույնիսկ չունենալով քաղաքական առաջնորդություն շարունակեն ազդել քաղաքականության վրա այս տնտեսական լծակները օգտագործելով սա երկար չի տևի այս ճգնաժամը ինքը գնալու է ի վերջո նրան որ ոչինչ բանը մղձավանջը բողոքական եւ սիոնիստական փակվելու աշխարհում էլ ոչ մեկին դա չի հետաքրքրում ոչ ես կարող մարդկանց շարունակել խաբել շուր մի բաներով, որոնք 2000 տարվա առաջվա քոչվոր ցեղերի գրքերից են։ Հետ գանք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հիմնական ինտրիգը ճիշտ եմ ասում, թե սխալ դուք ինձ ուղեք եւ շարունակեք։ Կմնաք շարունակի մնալ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի որպես անդամ, թե չէ։ ՆԱՏՕ-ում միանշանակ մնում է, ինքը չի պատրաստվում դուրս գալ իր ամբողջ նպատակն էր, որ ինքը իր գումարները ձեռբազատի, ինքը կախված չլինի եվրոպական ճակատում հնարավոր կոնֆլիկտների։ Սա անձամբ Տրամպի ցանկությունն է եւ անձամբ իր հեքիաթն է, անձամբ իր երազն է։ Տրամպը որպես դասական տոտալիտար դրսևորումներով անց աշխարհը հասկանում անենց ոնց որ Պուտինը։ Իր համար Պուտինը հիմնական դաշնակիցն է։ Եվ ինքը փորձում է բերել հարմարացնել Եվրոպայի բանը, ընդ որում ինքն էլ է Եվրոպան տենց ընկալում, Պուտինն էլ է տենց Եվրոպան ընկալում։ Երկուսի համար էլ Եվրոպան ինչ-որ sense բան է, որ դեմոնստրացենք տենց կլինի։ Ուկրաինան երկուսի համար էլ շատ մեծ խանգարող բան է։ Դրա համար Տրամպը ամենասկզբից ասում է սախտավեք Ռուսաստանին, ինչ եք բանանում, ես պետք է պայմանավորվեմ Պուտինի հետ։ Իր համար Պուտինը դա այն առաջնորդն է, ում հետ կարելի է աշխարհը կիսել։ Ու ինքը համարում է որ Պուտինի հետ հեշտ կպայմանավորվի, որտեվ քիչ թե շատ ընկալում է որ այս նույն բանի մեջ են, նույն մշակութային արժեքի մեջ, որովհետև Տրամպը 80-ականներից Ռուսաստան գնաց է եկել է, FSB-ի հետ աշխատել է, ռուսական օլիգարխները իր Տրամփ թաուրներում բնակարաններ են առել, ասենք, չգիտեմ, քառակուսի մետրը 10x գնով եւ այլն, Վիչկովն անենց գնում գալիս, իրանք բոլորը լավ են իրար հետ, ինքը ռուսների հետ կարող է լեզու գտնի իր պատկերացմամբ։ Բաները չի կարողանում, Սի Ցզինպինի հետ տենց չի կարողանում, հետեւաբար իրան պետք է Ռուսաստանի հետ դադարեցնել կոնֆլիկտը եւ դուրս գալ դաշնակցի բանով, որ ինքը Ռուսաստանի հետ միասին դուրս գա Սի Ցզինպինի դեմը։ Սա իր անգրագիտության, աշխարհագրության եւ պատմության չիմանալու հետևանքն է։ Դե մարդը լրջորեն փորձում էր Թուրքիայի հետ այդ ջերմացումը ինչ։ Ջերմացում չկա։
Ջերմացումը չկա, որտեղ է Քաղցր, ջերմացում։ լիքը քաղցր խոսքեր։ Չէ, դե լիքը քաղցր խոսքեր կան, որովհետև Էրդողանը ինքը հրավիրեց դրա համար եկա եւ այս այդ իրա Պատժամիջոցների հերթին, այդ իրա համում։ հերթին նախ Էրդողանի հրավերը չէր, ռուտե հրավերներ իրականում, որտեղ Էրդողանը պրոստը ասել է, որ հարի կհանդիպենք։ Հարցը դա չի, այս կեղծ Իսրայել-Թուրքիա կեղծ կոնֆլիկտի մեջ ինքը պետք է այդ թեման բան անի։ Իրականում Թուրքիայի եւ Իսրայելի մեջ ոչ կոնֆլիկտ չկա։ Դա կեղծ բացեք ինչու, Չէ, կեղծ է դա։ Ինչու եք համարում, որ կեղծ է։ Ինչ Որտեղ ցույցի կոնֆլիկտ չկա։ Կոնֆլիկտ չկա։ Չէ, որտեղ որ Թուրքիան ուզենա Իսրայելը չի շնչի։ Ջուր չի խմի։ Նավթ չի ստանա։ Այսինքն եթե լինի իրական կոնֆլիկտ, Թուրքիայի համար շատ հեշտ է, ինք ուղղակի նավահանգիստները փակում ու վերջ։ Թուրքիան ջուր է մատակարարում Իսրայելին, որ հասկանա։ Ջեյհանից գնում է Իսրայելի հիմնական Բայց նավթամթերքը։ ցուցադրությունը ինչի համար։ Ցուցադրությունը նրա համար որ Թուրքիայի բնակչությունը ատելով ատում է Իսրայելին։ Իսկ Իսրայել-Ադրբեջան կապը Իսրայել-Ալիև լավ sense ասում, եւ հետեւաբար Էրդողանի որդի։ Ես հիշացնեմ, որ ասենք, չգիտեմ, այսպես կոչված Դաեշի ինքը նույն իսլամական պետության զորքերի դեմ որ պատերազմ էր գնում Էրդողանի որդին գնում էր նավթ Սիրիայի եւ Իրաքի այդ բաներին նավթահանքերից հենց Դաեշի ներկայացուցիչներից իսկ Իսրայելը երբևիցե Դաեշի կետերին չի հարվածել ու ամեն անգամ երբ բաներ տեսեք դեմոկրատների ժամանակ քրդական գործոնը օգտագործում էր Դաեշի դեմ եւ սա միշտ բերում էր Իսրայելի եւ ամերիկյան աշխատակազմի սպիտակ տան աշխատակազմի կոնֆլիկտների որովհետեւ Դաեշը Իսրայելը Թուրքիան իրանք միասին տարածաշրջանի հարցերն էին լուծում Այդտենց չէր, որ իրանք կոնֆլիկտի մեջ էին։ Դուք հասկանում եք, այդտեղ շուտ բազմաթիվ թեմաներ կան, որոնք որ մինչև հիմա չեն բացվել ու երևի թե դժվար է բացվեն, բայց ամեն դեպքում նավթի հարցը, բանի հարցը, եթե Թուրքիային պետք լինի, որ Իսրայելը պատժվի, դա շատ հեշտ է։ Ուղղակի նավթ չի տա Ջեյհանից։ Ու վերջ։ Որտեվ հենց հիմա եթե դուք բացեք Թուրքիայի վիճակագրությունը բացեք 5 տարի առաջվա, երբ որ ինքը Իսրայելը այդ ուղիղ առևտուր էր անում։ Հետո ամեն տարի նայեք, կտեսնեք, որ ծավալները չի փոխվել։ Կան ընկերություններ, որոնք որ սկսել են աշխատել Պաղեստինի հետ։ Կա, որ նույն ապրանքը գնում է Հունաստան, Հունաստանից է գնում Իսրայել։ Այսինքն իրականում այդ կոնֆլիկտը լրիվ մատից ծծած։ Իսկ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը էտենա, որ իրանց պետք է, որ կուտը տալավ աստեղ ոչ մեկ այդ կուտը գոնե չկերավ։ Այս թեման տրիպի որն է որ Պարսկաստանը Եվրոպայից կտրեն որովհետև Իսրայելը Թուրքիան Ադրբեջանը Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն իրանք բոլորը Եվրոպայի թշնամիներն են իրանց բոլորի համար սև գրողը դա Եվրոպան է դրա համար է հենց Ուկրաինայի դեմ իրանց բոլորի բառաչոցը որովհետև Եվրոպան հիմա ֆինանսավորում է Ուկրաինային պատերը, Ուկրաինան ուղղակի գցել է քացուտակ ռուսներին սարքել է տուզիկ։ Եվ դա նաև մոդելն է, եւ իրանք ինչ են կատաղած բոլորը։ Այս ուկրաինական մոդելը, որը ուկրաինացիք կռվում են, իսկ եվրոպացիք իրանց տալիս են արտադրություն, զենք զինամթերք, գումար եւ ապահովում են, որ այդ մարդկանց գոնե երեխեքի կանանց մի մասը անվտանգ ապրի, այս մոդելը ապացուցեց, որ Ամերիկան, Թուրքիան, Իսրայելը, Ռուսաստանը ոտերը սկերել են, թե իրանք կարան Եվրոպայի դեմ դուրս գան։ Ու այս որ խոսում են Լեհաստանի վրա, ժողովուրդ, լեհական բանակը իրականում ՆԱՏՕ-ի երևի թե երկրորդ բանակն է։ Թուրքիան չի, վաղուց Թուրքիան չի։ Թուրքիայի բանակը եղել է ՆԱՏՕ-ում երկրորդ բանակը նախիրի չափով։ Այսինքն որ sense հավաքես ուրա գորալով գնան դիրք գրավեն։ Հետի հիմա ոնց որ բան, այս մսային գրողները Ռուսաստանն անում, այդ կարող է, բայց տեխնոլոգիական զարգացումով
չկարա Լեհաստանի վրա հարձակվել։ F-35 S-400 S-400-ը մեծ հավանականությամբ վերջը ասել են լավ տուր սենց բանով, չեմ բացառում, որ նույնիսկ դեռ չեն հայտարարել, որ տվել են, ճիշտ ասած, սրանք սաղ ինսայդերական ինֆորմացիա է։ Այդ եմ ասում, չեմ բացառում, որ ուղղակի ասում են, որովհետև դա այդպես հեշտ չի հիմա դու հանես իհարկե Միացյալ Արաբական Էմիրություններին պետք է, բայց Իրանը աշխատում է շահեդներով իրողությամբ։ Իսկ այս 400-ը շահեդ չի խփում։ Հայտնի է։ Ուկրաինական ճակատում հայտնի է, որ չի խփում։ Այս 400-ը ժեխ աղբ է։ Ինքը մեծ է, ինքը մի դիվիզիոնը նույնիսկ երկու դիվիզիոնը քիչ են, ինչ որ բան։ Իրանք կարան ինքնաթիռի դեմ աշխատեն, բայց նու սենց ասեմ այդ նույն դասի բազմաթիվ այլ հոպեր կան։ Բայց Ռուսաստանը ինչու է ասում, ինքը բանա չի ինտեգրվում որևէ թվային բաների մեջ։ Ռուսաստանը խնդրեմ ունի, որովհետև եթե դա գնաց Էմիրություններ կամ Կատար, Զելենսկին քանի որ թե Կատարին թե Էմիրություններին օժանդակել է այս վերջի բաների շահերների դեմ, Ռուսաստանը կարող է ասենք ֆինգերպրինտները ստանա, այսինքն քանդեն, հետ հավաքեն, հասկանան ինչ է ամենաթույլ կողմերը համակարգի հասկանան երևի ինչի է գորգրում։ Մյուս կողմից գորգրումը, որ իր մասին հիշեցնի։ Լրբեր կան, չէ՞ որ վաղուց արդեն դուրս են եկել բանից, որ իրենց վրա էլ ոչ մեկ ուշադրություն չդարձնում, ելնում են դուրս սկսում են գորգրալ։ Վերջին, այսպես ամփոփում որպես տարածաշրջանի այս բոլոր ինչ որ մենք ինչի մասին խոսեցինք, ոչ թե տարածաշրջան, այո, ինչպես է այդ ամբողջը երևում, ասենք այդ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, TRIP-ը, Իրան, Թուրքիա, Իրան ներողություն, Միացյալ Նահանգներ, իդեպ ես այսօր եւս մեկ անգամ հարցրեցի, ինչու են ասում Իրան, Միացյալ Նահանգներ պատերազմ, Իսրայելի անունը չեն գնացել։ Որտեւ Իսրայելը պաշտոնապես ասել է, որ ինքը այդ պատերազմը չի մասնակցում, դա ԱՄՆ-ի պատերազմն է եւ դա իրականում կատաղացրել է Ամերիկայի զգալի մասին։ Ամերիկացիների մասնավորապես, ասենք, չգիտեմ, այն մագայի գործիչները, որոնք որ Թրամփին բերեցին իշխանության, որը հիմա կոնֆլիկտում այդ մարդիկ հիմնականում դրանից էլ կադրել են, որ Իսրայելը սարքել է Թրամփից խամաչիկ եւ Ամերիկայի շահերը ոտի տակա գցե, որպիսի բան անի։ Եվ ամենակարևոր պահին ասաց Իսրայելը ասել է ես կապ չունեմ դրա հետ։ Ես Լիբանան, հարավային Լիբանանի հարցն եմ լուծում։ Ամեն դեպքում Թրամփի այս երկրորդ հարվածը ոչ մի կապ չունի ոչ այդ նավերին հարվածելու ոչ բանի։ Կար դատարանի որոշում, որ ինքը նույն Տրամփ-Էյնշտեյնի պատերազմներ էլի դատարանը հրահանգել էր հրապարակել Էփշտեյնի ֆայլերը առանց ցենզուրայի եւ քանի որ ցենզուրա վիճակում հայտնի էր որ Տրամփի անունը հանդիպում ավելի քան 1 միլիոն անգամ պատկերացնում եմ քանի անգամ է ինքը հանդիպում առանց ցենզուրայի ընդ որում դեռ խոսքը չի վերաբերվում ոնց հասկացա ֆոտո եւ տեսանյութերին որտեղ ֆոտո եւ տեսանյութերը հրապարակում ես վախենամ որ եթե բաց հրապարակվի հա եթե բաց հրապարակվի վախենամ որ Տրամփը կարող է այդպես չաբրի նո առնվազն սրտի կաթված կամ ասենք շուտ այդ շատ ծանր բան կլինի իրականում Ամերիկայի համար շատ ծանր հարված կլինի ես հասկանում եմ ինչի Ամերիկայի աշխատակազմը եւ որոշ տենց բաներ փորձում են Ամերիկայի վարկանիշը փրկել ինչ որ բաներ անել բայց հիմա ես ուղղակի իրենց մանավանդ մեր դեսպանատան աշխատողներին ասում եմ մի արեք էլի իզուր տեղը մի արեք 2-3 ամիս է մնացել Սա կբացվի Տրամփի փեսենը գնա գրողի ծոցը Տրամփն է գնա գրողի ծոցը Լավ ուրեմն ես տենց ամփոփող նախադասություն չեմ ասի այսօր Տեսեք ամփոփող ամփոփող смысле ամփոփ ոչ թե ամփոփ չէ մեր այսօրվա զրույցը ամփոփող Տեսեք խնդիրը հետևյալն է ոնց որ խոսեցինք հա տենց առաջ տպավորությունը ինչ է մարդիկ որ sense բան ինքը շատ ոնց որ մորալ ստացվեց այս բանի հա տենց որ նա պետք չի տենց տեսեք եթե դուք աչք փակեք նրա վրա ինչ որ խնդիրներ կան եւ չխոսեք այդ խնդիրների մասին այդ խնդիրները բան կանեն այդ կոնֆլիկտոլոգիայում շատ հայտնի բան է եթե դու այդ փակում ես մեջ այդ կոնֆլիկտը չես խոսում ինքը ի վերջո պայթում է պատկերացրեք կացա է որը փակել է ոչ միտեղ այդ գոլորշին դուրս չի գալիս ինքը տրակացնելու է այդ safety valve-ը այդ կլապանը անվտանգության ինքը միշտ պետք է աշխատի հիմա նույն Նիկոլ Փաշինյանը որը գնում է ԵԱՏՄ
ախր բոլորը հասկանում են ինքը ինչ է անում։ Շատ քիչ մարդ կա, ով կասկածում է, որ կոռուպցիոն սխեմա է, որովհետև տրամաբանություն չկա։ Հիմա ինքը իր վարքով ստեղծում է այնպիսի տպավորություն, որ ինքն է այդ կոռուպցիոն սխեմայի բենեֆիցիարը, այսինքն ինքն է շահույթ ստացողը դրանից։ Եթե ինքը չի, դա պետք է խոսեցվի։ Եթե ինքը խնդիր ունի իր տնտեսությունը, այսինքն Ռուսաստանի հետ կապված է, ուրեմն իրան խաբում են։ Եթե խոսքը գազի գնի մասին է, ուրեմն այս 6 ամիսը կարելի է օգտագործել նոր գազային պայմանագրեր կնքելու համար։ Պետք չի 6 ամիս հույս ունենալ, որ դու Ռուսաստանին փշի կանես, որպեսզի ինքը դեկտեմբերին գազը տանջատի։ Չես անի փշի։ Այս ես ինչի եմ ասում, ես քաղաքենիներից ու գեղցիներից անգրագետ զզվում եմ։ Իրանց համար Ռուսաստանը միակ գերտերությունն է, որը հարց կարա լուծի։ Բայց դա ատենց չի, որ կապիրկինին դու հանես վրընդես Հայաստանից, FSB-շնիկներին հանես Հայաստանից, արգելես, որպեսզի ռուսական ԶԼՄ-ները ստեղ հրապարակվեն, ահագին հարց կլուծվի։ Դե մոռացանք այս թեման չբարձրացրեցինք, պարզապես այս ամփոփման մեջ հիշեցնենք, որ Իրանը առաջարկում է Հայաստանին, ասում է ես գազը կավելացնեմ, տարը թողունակությունը ավելի մեծ, ավելի կկարողանան կառուցել, նավթամշակման եւ բենզինի արտադրության գործարան կարող եք դնել, այդ տնտեսական բաց տնտեսական ազատ տնտեսական գոտիները կարող են աշխատել այնտեղ արազը, այստեղ ուրեմն Եվ ամենակարևորը պետք է հասկանալ, որ հենց հիմա Սյունիքում իրականացվող նախագծերի զգալի մասը ֆինանսավորումը գալիս է Եվրամիությունից, իսկ աշխատանքների զգալի մասը իրականացնում են իրանական ընկերությունները։ Սա նշանակում է, որ Իրանը եւ Եվրոպան Հայաստանում Սյունիքում համագործակցում են եւ ցանկացած երկիր, ցանկացած կողմ, ցանկացած անհատ, նույնիսկ եթե դա Հայաստանի վարչապետն է, որը փորձում է դա խանգարել, նշանակում է, որ ինքը աշխատում է Եվրոպայի եւ Իրանի բաների դեմ, շահերի դեմ։ Իսկ Եվրոպայի եւ Իրանի համագործակցությունը Հայաստանի համար ամենամեծ տնտեսական հնարավորություններ բացող ճանապարհն է։ Էլ եմ հիշեցնում 1.4 տրիլիոն եվրո, այնպես որ ասում եմ, պրոստ չվախեք, եկեք ռուսներին ռադանենք ու հետո կաբրենք։ Շնորհակալություն Կարեն Սարգսյանն էր մեր զրուցակիցը, Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ, վերլուծաբան, զրուցվար Մերգայան Առաքելյանը։ Բարի նույնպես։